Հանուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո ամեն։ Եթե ոք կամիցի ըսկնի իմ գալ, ուրասցի զանձն և արցես խաշյուր և եկես ցե ըսկնի իմ։ Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս։ Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մութ նիվիրաբի տոնը։ Հայոց տրթատ թագավորը Սուրբ Գրիգորին նետում է վիրապը, քանի որ տեղեկացել էր, որ նա հրաժարվում է երկրպագություն մատուցել հեթանոսական չաստվածներին։ Ինչպես նաև իմացել էր, որ Գրիգորի հայրը սպանել է իր հորը Խոսրով թագավորին։ Սուրբ Գրիգորը այնքան խոնարհ էր, որ գիտակցելով իր հոր մեղքի ծանրությունը, կամովին եկել էր արքայի մոտ ծառայելու և ինչ-որ չափով քավելու իր հոր մեղքը։ Սուրբ Գրիգորը 13 տարի մնում է վիրապի մեջ։ Հարատև աղոթքներով ապրում է այնտեղ, խոնարհաբար տանելով իր խաչը, և ապա դուրս է գալիս խորխորատից իր առաքելությունը կատարելու, հայոց աշխարհը Քրիստոսի լույսով լուսավորելու համար։ Մենք գիտենք և հավատում ենք, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, և որ Աստծո գործերն անքննելի են։ 13 տարի շարունակ մի կին Սուրբ Հոգու շնորհով ամեն օր հաց է բերում և գցում փոսի մեջ, որով էլ սնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Սուրբ Հայրապետը իր անասելի տանջանքներով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչակրության մասնակիցը դարձավ։ Չխուսափեց և չերկնչեց իրեն սպասվելիք չարչարանքներից, այլ խոնարհաբար հնազանդվեց Տիրոջ կամքին։ Հովսեփն իրեն վաճառող եղբայրներին ասում է. ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված, նա ինձ դարձրեց փարավոնի գործերին վերակացու, նրա ողջ տան տերը և համայն եգիպտացիների երկրի իշխանը։ Ինչպես որ Հովսեփն էր կյանքի ամեն իրողության մեջ տեսնում Աստծո տնօրինությունն ու թույլտվությունը, այնպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ դուրս է գալիս փոսից, հասկանում է Աստծո կողմից նախասահմանված իր առաքելությունը։ Սիրելի հավատացյալներ, քրիստոնեական լույսի ներքո տառապանքներն ու չարչարանքները յուրահատուկ խորհուրդ ու նշանակություն են ձեռք բերում։ Ղազար Փարպեցի պատմիչը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին գրում է. Սուրբ Գրիգորը չհիշեց անչափ տանջանքներն ու խոշտանգումները, որ նրա հետ կատարել էին մեր նախնիները, այլ նմանվելով ամենքի Արարչին, իր վրա գործած չարությունները բարությամբ փոխհատուցեց և ամեն խոսքով իր ունկնդիրներին հասկացնելով ցույց տվեց դեպի երկին գնացող վարքը և Աստծուն գտնելու ճանապարհը։ Նաև բոլորին սովորեցրեց ամեն ժամանակ ասել. ներիր մեր մեղքերը, ինչպես մենք մեր պարտապաններին ենք ներում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը
իր սրբակենցաղ վարքով սովորեցրեց մեզ աներեր և հաստատուն հավատք ունենալ, աներկյուղ լինել չարչարանքների մեջ, ազնիվ և հավատարմությամբ ծառայել երկրային Տիրոջը, սակայն չուրանալ հավատն առ Աստված, թեպետ վիրապ նետվելը նրա չարչարանքների տարիների սկիզբն էր, սակայն եկեղեցու հայրերի տնօրինությամբ դարեր շարունակ այն տոնելու առիթ ու պատեհություն է դարձել, որովհետև քրիստոնյայի համար վիրապ, մահ, զնդան կամ որևէ այլ տեսակի խոշտանգում ու ցավ հավերժական չեն, որովհետև քրիստոնեության մեջ մահը երբեք չի հաղթում, այլ մահին անպայմանորեն հաջորդում է հարությունը։ Ինչպես որ Հիսուս Քրիստոս մահվան դեմ հաղթանակ տարավ, այնպես էլ Տիրոջ հավատարիմ, սպասավորն ու հետևորդը կարողացավ հաղթանակ տանել խավար կռապաշտության դեմ։ Նրա բոլոր քայլերը իր մեծ հավատքի պտուղներն էին, որ հիացնում են բոլորին, թե հավատն ու հավատարմությունն առ Աստված, թե չարչարանքներին համբերելը, թե արքային ծառայելը, թե հայոց արքունական տանն ու ժողովրդին քարոզելն ու մկրտելը, թե կռապաշտության դեմ պայքարելը և սուրբ Ռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում վկայարանների կառուցումը։ Սրբերին բնորոշ խիզախությամբ ու տոկունությամբ նա անցնում է սրբության իր դժվարին ճանապարհը և արժանանում է փառած պսակին։ Առ այսօր խորվիրապի վանքը կանգուն լինելով հաստում է հայոց առաջին կաթողիկոսի տանջանքների իրական և ոչ հորինված լինելու մասին։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր հարատևությամբ վկայում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքով կառուցված լինելու մասին։ Շատերին կարող է զարմանալի թվալ, որ մենք տոնում ենք Սուրբ Գրիգորի վիրապի մեջ իջեցվելն ու 13 երկարուձիգ տարիների միայնակ ու տանջալից կյանքը այդ խորխորատուն անցկացնելը։ Սիրելիներ, այս իրողությունը նույնքան արժանի է հիշատակության, որքան Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատվելը, Տիրոջ համբարձումը, Սուրբ Մարիամ Աստվածածնի երկինք վերափոխումը։ Սիրելիներ, քրիստոնյաներիս համար մութն ու վիրապը տխրության օր չէ, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա գիտի և համոզված է, որ մութն ու վիրապին հաջորդելում է ելնի վիրապը, խաչելությանն ու մահվանը հաջորդելու է հարությունը։ Սկզբում տխրություն է, հետո անսպառ ուրախություն։ Սկզբում չարչարանքն ու ապաշխարություններն են, հետո հարության մեծագույն բերկրանքը։ Ահա թե ինչու մութն ու վիրապը մեր եկեղեցու հայրերի տնօրինությամբ ընկնում է մեծ պահոց ապաշխարության շրջանի մեջ, որպեսզի մենք լուսավորչի զավակներս նրա մեծ համբերատարության, խոնարհության և քաջության օրինակով կարողանանք հաղթությամբ և առանց տրտնջելու տանել ապաշխարության և կյանքի փորձությունների լուծը և վստահաբար առաքյալի խոսքերն ասել. մահը կուլ գնաց հաղթության, ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը։ Մեզ մնում է խնդրել միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի բարեխոսությունը
մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք քաջաբար եւ խոնարհությամբ տանել մեզ ասած բոլոր փորձությունները, հավատարիմ լինել լուսավոր ճաբանդ մեր հոգևոր բազմադարյան հարուստ ժառանգությանը եւ աներեր ու հողդող մնալ մեր հավատքի մեջ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Երբ որ մեզ համարձակազայ բարբարով բանալս բյանս մեր